Ընկերներ, այսօր հյուրընկալել եմ Հովսեփյան Մայքլին։ Այսօր է ռոխակների օրը։ Հա, բայց ես քեզ ուրիշ հարց էի տվել։ Դե ես սիրում եմ լինեմ բլոգեր։ Ես try եմ անում իմ բեստը։ Պապիկը արդեն ուզում է գնա Հայաստան։ Ինչի՞։ Չգիտեմ, ասում եմ ոչ մեկ ինչի սիրում, բայց ես իրան շատ եմ սիրում։ Պրոֆը ինչ ասում եմ, ես իրան լսում եմ ու անում եմ։ Փաստորեն քեզ համար երգերել են գրում։ Chef Michael is gonna pizza steak in taco, ring taco. Նաև շատ սիրում ես ռեփ կարդալ։ Ավելի լավը beats բակ գիտեմ, քան ռապերից։ Որտես են ռապերը սենց վատ բառեր ունի։ Չէ, դու վատ բառերով մի ասա։ Ես մեկը վատ բառը չգիտեմ։ Ինձ կասես օրինակ փիցան ինչպես են պատրաստում։ Ֆորս խմորը սարքում ու հետո տոմատ ես դնում, cheese, հետո պոմիդոր, բաներ ու հետո դնում ես oven-ի մեջ, կուկնի ու ուտում ես։ Որն է ամենահամեղը, որ սենց կերել ես, ասել ես մա։ Ու այն ձուկը եւ բանը։ Այն որ ձուկեր, սենց մի հատ կատրոշկա էր։ Կատրոշկան երևի կարտոֆիլ է։ Կատրոֆիլը։ After of make եկավ։ Հա։ Ու հետո սենց ուրախացար ու ին վրան point արել։ Ինքը first mark-ն էր, որ լսել էր ինձ։ Ինչքան մարդ ես գիտի միլիոն, Ինձ թվում է շատ մարդ գիտի ինձ հայերի մեջ։ Դու սիրում ես, որ քո հետ խոսում են այսպես մեծի պես, թե սիրում ես, որ այսպես փոքրի պես են խոսում։ Չէ, մեծի պես։ Որտե հեսա համարյա 10 եմ դառնում։ Համարյա 10, բայց դու 6 ես դեռ։ Ընկերներ ունես, չէ։ Ամենակ 2 հատ ունեմ։ Ովքեր են։ Չէ, 3 հատ։ Մի հատ Ալեն, մի հատ Միքայել ու Պրծ։ Հա, գիտես եմ 3 ասում, որտե ես էլ եմ ընկեր, չէ, 1, 2, 3։ Տառերը մի քիչ գիտեմ, բայց խի ասենց Ամերիկայի տառերը ասենց clean, բայց հայրենի տառերը ասենց խզբզած։ Որ շատ մանի ունենաս, ինչ կանես։ Ես իմ մամայիս համար ասենց բաներ կառը, որ հիվանդ լինի դեղեր կառնեմ իր համար, իմ family համար հացպան կառնեմ։ Մամայի համար կարամ յաշի կառնեմ։ Մայքլ, գիտես ելում պիտի բարևես իմ աղջկան։ Բարև։ Ինչ անունը։ Էլիզա։ Էլիզա, բարև։ Մամն սենց կֆրամ, սենց կքայլեմ, կֆրամ, կդենամ, կարող մեկը ինձ գիտի։ Ողջույն ընկերներ, դուք դիտում եք Menu AM-ը, իսկ ես Մերի Մակարյանն եմ։ Այսօր հատուկ թողարկում է, որովհետև այսօր հունիսի 1-ը նշվում է Մանուկների պաշտպանության միջազգային օրը։ Եվ այդ կապակցությամբ ունեմ բնականաբար հյուր, ով մանուկ է, ով երեխա է, դեռ 6 տարեկան, բայց դուք նրան կարող եք հանդիպել շատ անգամներ սոցհարթակներում, որովհետև նա ներկայանում է հետաքրքիր հումորային վիդեոներով, որտեղ պատրաստում է ուտելիք իր ձևով, իր մատուցմամբ։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր մանուկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ ուզում եմ, որպեսզի դուք լինեք խաղաղ, անհոգ մանկություն ունենաք եւ պաշտպանված լինեք միշտ։ Մայքլ, ողջույն։ Շնորհակալություն։ Սկսենք շնորհակալությամբ։ Գիտես այսօր ինչ օր է, Մայքլ։ Հա, գիտեմ։ Ինչ օր է։ Երեխաների տոնը։ Երեխաների տոնը։ Կուզենայիր ամեն օր երեխաների համար տոն լիներ։ Հա, ինչպես կնշեիր։ Սենց կասեի լսեք ձեր պապաներին, լսեք ձեր մամաներին։ Հա, բայց այդ օրը գոնե մի քիչ թող չարություն անեն։ Դե որ չարություն անում են, էդի վատն է, որտե Աստված չի սիրում դենց վատ բաներ։ Մայքլ, քանի տարեկան ես։ Նախ շատ ուրախ եմ, որ ինձ հյուրընկալել ես այսօր։ Ես ուզում եմ ասել, որ քո մասին ինձ պատմել է աղջիկս, էլի աղջիկս։ Նա արդեն համարյա 7 տարեկան է եւ թերթելով հայրիկի հետ վիդեոները տեսել են քեզ, գտել են քեզ ու ուրախությամբ ինձ հետ կիսվեցին։ Մամ, տեսել ես այս տղային, տես ինչ բաներ է անում, տես ինչ վիդեոներ ա նկարում, ինչպես է ուտելիք պատրաստում ու ինձ հետաքրքրեց քո հետ զրուցելը։ Ես կարամ ամեն ինչ ես սարքեմ։ Ես գիտեմ, որ դու կարող ես ամեն ինչ սարքել, բայց այդ մասին խոսելու ենք հերթով։ Հա, ես քեզ հարցեր կտամ, դու կպատասխանես։ Okay։ Առաջին անգամ ես, չէ՞, այսպիսի նկարահանման մասնակցում։ Հա։ Իսկ քո մաման պապան պատմել են ես ով եմ։ Հա։ Ով եմ։ Դու Մերին ես։ Մերին եմ, ազգանունս գիտես։ Չէ։ Մակարյան։
Մերի Մակայան։ Ապրես, իսկ քո ազգանունը ինչպես է։ Հովսեփյան Մայքլ։ Ընկերներ, այսօր հյուրընկալել եմ Հովսեփյան Մայքլին։ Ես վստահ եմ, որ լավ զրույց ենք ունենալու, հումորով լիքը, բացահայտումներով լիքը։ Մայքլը 6 տարեկան է եւ դուք կարող եք իր Instagram-յան էջից ծանոթանալ իր հետ, տեսնել թե ինչ բաղադրատոմսեր է ներկայացնում նա ձեզ եւ այդ ամենը համեմված հումորով, տարբեր կարծիքներով, բնականաբար նաեւ բաղադրատոմսով։ Մայքլ, ով քեզ առաջարկեց, որպեսզի դու առաջին անգամ մի բան պատրաստես ու այդ ընթացքում նկարեն քեզ։ Համ իմ մաման, համ իմ պապայի ընկերը։ Պապայիդ ընկերը ով է։ Արտուրը։ Ով նաև հանդիսանում է քո պրոդյուսերը։ Դու գիտես պրոդյուսերը ինչ է։ Չէ։ Ուղղակի պապայի ընկերն։ Գիտեմ, հա, գիտեմ։ Ինչ է։ Ինքը սենց բանա, սենց որ սենց հրպանում, սենց զմա քիդներին, որ սենց դառնան սենց վիդեոներ, եթե ուզում են կան սենց ասես իրան։ Այո։ Ինքը կարա ասի, հա, ես ինքը ինձ արեց, մի օր որ ես գնում էի նստած էի պապայիս հետ եւ ինքը եւ իր սենց մի հատ երեխա սենց բան ենք անում ու հետո ինքը ասեց ուզում ես դու լինես բլոգեր ու ես ասեցի հա ու տենց ինքը արեց իմ բանը։ Բայց դու ինչ էիր անում, որ ինքը քեզ նկատեց։ Սենց բան չէի անում, ուղղակի սենց ցույց տում էի նկարները բաները, ուղղակի կսեց ուզենաս ես լինեմ բլոգեր։ Հա։ Ուզում էր ինքը ուզում էր ես լինեի բլոգեր։ Ես Հենց միանգամից food blogger, այսինքն միանգամից պիտի ճաշ պատրաստես, միանգամից համաձայնեցիր։ Հա։ Այսինքն ձեր համագործակցությունը շատ լավ եղավ։ Դու իրեն հասկացար, ինքը քեզ։ Հա։ Դրանից հետևություն, որ քեզ հետ համագործակցելու համար, քո մասին ինչ որ ինֆորմացիա իմանալու համար պիտի դիմեն քո պրոդյուսերին, ճիշտ է։ Հա։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ քո էջում կա, չէ՞, հեռախոսահամար, որ իրեն դիմեն։ Հա։ Արտուր։ Իսկ ուրիշ կերպ իրեն ինչպես են ասում։ Չգիտեմ։ Ես գիտեմ, ասեմ։ Պրոֆ։ Ապրես։ Ես գիտեմ, որ դու Հայաստանում ես ծնվել եւ 4 թե 5 տարեկանում եկել ես Ամերիկա, ճիշտ է։ Հա։ Հավանում ես այստեղ ապրել է։ Հələ չգիտեմ, բայց կասեմ երկուսն եմ սիրում, համ Հայաստանն եմ սիրում, համ Ամերիկն եմ սիրում, Ամերիկան։ Իսկ ինչ եկել ես այստեղ գնացել ես հետ Հայաստան։ Ես եկել եմ 2 անգամ եկել եմ Ամերիկա։ Մինչև հիմնական մնալդ։ Հա, ու համ առաջին անգամն է եկել, ես գնում էի իմ քուրիկի աղբերի մոտ ու ըտեն իմ քուրիկը եւ աղբերը ծնվել ոնց որ։ Ու իրանք եկել են բաներ, ես արդեն այդ վաղ ես բեյբի եղել ու եկել են Հայաստան ու գնացել ենք ու ես չէի տեսել որտեղ ես բան էի։ Ու հետո բան էի անում ու մամայիս ընկերներ անուն Ռուզաներ իմ բաններ ու հետո սենց սիրում էին ինձ սենց արդեն ես եղա քուրիկ ինքը եղավ իմ քուրիկը մյուսը եղավ իմ բանը իմ բրադերը եղբայրը Լավ անգլերեն ես խոսում, գիտես։ Բառերը արդեն անգլերեն ես ասում նախադասության մեջ։ Ես դպրոցում սովորում եմ։ Դպրոցում սովորում ես, բայց հանկարծ հայերենդ չմոռանաս, լավ։ Խոստացիր, որ հայերենդ կպահպանես։ Ինչ ես սիրում ամենից շատ պատրաստել։ Ամենաշատը ես սիրում պատրաստել այն բուրգերի վիդեոն, որ տեսել էի, չեն, որ կարեմ, որ ես բուրգերի պատրաստում։ Այդ եմ սիրում, համը սիրում եմ պիցա սարքել։ Պիցան ո՞նց ես սիրում։ Ինչ համերի պիցա ես սիրում։ Օրինակ ես սիրում եմ pepperoni։ Ես էլ եմ սիրում pepperoni։ Մայքլ, իսկ քեզ փողոցում ճանաչում են։ Հա։ Ինչ են ասում, որ տեսնում են։ Ասում են I saw your videos։ Since մեկ ինձ տենում են, արդեն ասում են շեֆ մի կլնա, որ մի օր ես վիդեո անում դուրս եմ, ասենց ավտեով մեկը եկավ, ու հետո
ուրախացար ու ին վրան point արեց։ Էդը իմ first բանն էր, որ ինքը ինձ տեսել էր, ինքը first մարդն էր, որ ես ինքը տեսել էր ինձ։ Հա, որ քեզ ճանաչեց։ Իսկ ով որոշեց, որ քեզ ասենք Շեֆ Մայքլ։ Ոչ մեկը չէր ասին Շեֆ Մայքլ։ Որովհետև դու մի վիդեոյում ասում ես ինձ ասեք Շեֆ Մայքլ, ինձ ասեք Շեֆ Մայքլ, ինչու՞։ Շեֆ Մայքլ, որտեղ ես Շեֆ Մայքլն չեմ կարող sometimes մոռանան, չէ՞։ Ինը։ Դրա համար ուզում ես հիշեցնես։ Իսկ երբ որ քեզ փողոցում կամ որևէ տեղ ճանաչում են, դա քեզ դուր է գալիս։ Շատ դուր է գալիս։ Իսկ պատկերացնում ես, որ դու ավելի մեծանաս, ավելի ճանաչված լինես, քեզ բոլորը կճանաչեն, կհրավիրեն տարբեր տեղեր։ Այ ինչ է դա քեզ համար։ Սիրում ես այդ տեղում լինել, հա։ Հա, սենց ոնց հա, սենց միած որ գնում ես սենց Նյու Յորք սաղ քաղաքը քեզ գիտի։ Այդենց։ Դուրդ գալիս է։ Ես գիտեմ նաև, որ դու բացի պատրաստելուց նաև շատ սիրում ես ռեփ կարդալ։ Դե շատ եմ սիրում ռեփ կարդալ, բայց այդքան չգիտեմ ռեփ կարդամ։ Դե դա ապագայի հարց է, կարևորը պրոֆը քո կողքին է ու քո հետագան էլ միասին եք կառուցելու, ինչպես հասկացա։ Պրոֆը ինչ ասում եմ, ես իրան լսում եմ ու անում եմ։ Հա, ապրես բալես։ Ես տեսա վիդեո, թե դու ինչպես ես երգում, ինչպես ես ռեփ կարդում, շատ հետաքրքիր ու շատ լավ է ստացվում։ Այ այդ ուղղությունը ոնց սիրեցիր։ Լսում ես այդպիսի երգեր։ Ես որ երգն եմ սիրում։ Հա, որը կարող ես հիմա երգել մեզ համար։ Իմ երգը։ Կարող ես երգել։ Մի հատիկ։ Հա, եւ այդ երգով մենք կշնորհավորենք բոլոր փոքրիկներին, քո ընկերներին, ովքեր որ քեզ ճանաչում են, ովքեր որ քեզ սիրում են։ Chef Michael is gonna pizza. Steak and taco, rainy taco, rainy taco, rainy taco, rainy taco, rainy taco. Ապրես, իսկ ով է գրել այդ երգը քեզ համար։ Պրոֆը։ Ինքն է գրել, հա, փաստորեն քեզ համար երգերել են գրում։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ինչ կասես օրինակ փիցան ինչպես են պատրաստում։ Ֆորս խմորը սարքում, հետո տոմատ։ Խմորը դու ես սարքում մի րոպե։ Չէ, մաման է սարքում։ Մաման խմորը պատրաստում է։ Ու հետո տոմատ ես դնում։ Cheese։ Հետո պոմիդոր, բաներ, ու հետո դնում ես օվենի մեջ, կուկնինի ու ուտում ես։ Իսկ մինչև վիդեո նկարելը, այդ ամեն ինչը ասելը, դու նախապատրաստվում ես, այսինքն այդ բառերը սովորելը, հասկանում ես ինչքան դժվար է նկարահանում անելը, չէ՞։ Հիմա տեսնում ես։ Հա, դժվար է։ Դժվար է, ժամանակատար, երկար, հոգնեցուցիչ։ Այ դու հաճույքով ես անում, նախապատրաստվում ես, մամայի հետ որոշում ես ինչ պիտի հագնես, ինչ պիտի ասես, հա։ Դե ես սիրում եմ լինեմ բլոգեր, so ես try եմ անում իմ best-ը։ Հա, բայց տես քո տարիքի երեխաները կարողա ուզենան գնալ դրսում խաղալ կամ ինչ-որ խաղեր խաղալ գadgetներով, դու չէ, հա, դու պատրաստ ես, որպեսզի նկարես, զբաղված լինես տանը այդ գործով, հա։ Հա։ Չես ասում մամ լավ էլի հոգնեցի, էլի այս մեկն էլ վաղը կնկարենք։ Sometimes դենց բան անում եմ։ Իսկ երբ որ արդեն ուտելիքը պատրաստ է, դու իսկապես ուտում ես դա։ Հա, ուտում եմ։ Որն է ամենահամեղը, որ սենց կերել ես, ասել ես մուա։ Ու այն ձուկը եւ բանը։ Որը։ Ամեն չեմ հիշում եմ, որ ձուկ էր, սենց մի հատ կատրոշկա էր։ Ձուկել ես սիրում։ Կատրոշկան երևի կարտոֆիլ է։ Ահա, կատրոֆիլը։ Ու համա ես գիտեմ բիցբագանը։ Ինչ գիտես։ Բիցբագը։ Էդ ինչ է։ Սենց որ սենց Դու ես ռիթմերը տալիս։ Հա, ես գիտեմ։ Դե արա։
Ապրես։ Ինչ տիպի աղջիկներ ես սիրում։ Սպիտակ։ Այնքան է սև տեսել սպիտակ ես սիրում բալես։ Իսկ մազերը ինչ գույն լինի։ Դե ոնց հա սաղ մազերը սենց սև է։ Դե բայց դու ինչու ես ուզում որպեսզի սիրես են ինչ որ բոլորն են սիրում։ Դու քո սիրածը ասա։ Դե սևը շատ լավ է։ Մի քիչ ասենք բաց, այսպես շագանակագույն կամ ավելի բաց։ Հենց շագանակագույն։ Շագանակագույն ավելի լավ է, չէ՞։ Հա։ Իսկ անուններ կան աղջիկների, որ սիրում ես։ Հա։ Որն են։ Լուսիա։ Լուսիա, Հետո մի հատ կա Լարա։ Դու արդեն իրենց ճանաչում ես, թե ուղղակի անկապ անուններ ես ասում։ Ճանաչում եմ իրանց, իմ դպրոցի մեջ է։ Օ, քո դպրոցից են այդ աղջիկները։ Իսկ ում ես ավելի շատ սիրում, Լուսիային թե Լարային։ Չգիտեմ։ Չէ, հիմա մտածի, արի մտածենք։ Լուսիան ինչ տիպի է, սևուկ թե ավելի բաց։ Ինքը հայ է։ Այդ կարևոր է, հետո։ Լարան հայ է էլի։ Էդ էլ է կարևոր, այդ արդեն լավ է։ Ես չուս կանեմ Լարա։ Չուս կանես Լարա։ Լարա, մենք ընտրում ենք քեզ բալես։ Նույն դասարանում եք սովորում, թե նույն դպրոցից եք ուղակի։ Նույն դպրոցում ենք։ Դու որ առարկան ես շատ սիրում։ Հայերեն, անգլերեն, հայերենն ես սիրում։ Կամ սենց funny բան ասում։ Ասա։ Սա մի օր դպրոցում էի, ու ես սակր էի խաղում ընկերիս հետ։ Ֆուտբոլ ու հետո մատ իմ երկու ընկերներ եկան։ Ու սենց դանսեին Անու սենց խնդացինք ուժեղ ու հետո արդեն ես պտի պոլին ընգնեի ու արդեն ամենա խնդանն էի անում։ Մայքլ, վիդեոների վերջում քո դու բոլորին առաջարկում ես, որպեսզի իրենք քեզ հետևեն, subscribe անեն։ Հիմա պիտի խնդրեմ, որպեսզի մեր հաղորդման համար էլ այդպես անես։ Կարող է մաման ստե աղշատում, հա։ Ում մաման։ Կարող է մաման։ Չէ, այստեղ չի աշխատում։ Ուղղակի ինձ հյուր էր, այդպես քո տեղում նստած էր, ես իրեն հյուր ընկալել։ Ինքն էլ ուտելիքներ պատրաստում։ Հա, որտեղ ես Կարոյի վիդեոները շատ եմ սիրում։ Օ, Կարոյին սիրում ես։ Բարևենք Կարոյին։ Դե բարևիր։ Ինչ կասես։ Չէ, դու նայիր ինձ, ինքը կտեսնի քեզ։ Բարև Կարո ջան։ Ես քո YouTube վիդեոները շատ եմ սիրում։ Այ ինչու դու վիդեոներ չես անում այդպես Կարոյի պես վիդեոներ անես։ Դե Կարոները սենց են որ սենց ջելիներն ավեկանում են հարցմերուկները։ Հա։ Ու մի հատ է սենց են sour candy-ները։ Դες բան չեմ գտնում ես։ Հա, մտածում ես ինչ պիտի դու օգտագործես քո վիդեոների մեջ։ Սա ես իմ օնն եմ վեկանում, ասում եմ սենց ասեմ, ասում եմ ես սենց կծու chips վեկանեմ, challenge անեմ կծու sour։ Դենց իմ բանն եմ անում։ Ես տինք եմ անում վեկանում ու վեկանում եմ այդ բանը։ So դենց սենց բլոգեր եմ անում։ Ու մայմայս անում կարանքենի անենք։ Sometimes նա պրոֆն ասում ինչ անեմ ես։ Այդ արդեն հասկացա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Մայքլ, արի հաշվենք, թե քանի մասնագիտություն ունես այս բայի դրությամբ։ Բլոգեր, rapper եւ Այդքան չգիտեմ rapper։ Ավելի լավը beats bug գիտեմ, քան rapper-ից, որտեղ սն rapper-ը սն բաներ ունի մեջ, ասեն վատ բառեր ունի։ Չէ, դու վատ բառերով մի ասա։ Ես մեկը վատ բառեր չգիտեմ։ Ապրես, մարդիկ չեն սիրում վատ բառեր, երեխաները չեն սիրում վատ բառեր եւ առհասարակ վատ բառերը պրոպագանդելը շատ վատ է, հատկապես որ դու ունես մեծ լսարան, քեզ դիտում են Instagram-ով, YouTube-ով, իսկ երեխեքը շատ են, չէ, հիմա մտնում այդ տիրույթը։ Օրինակ դու շատ ես տանը նայում
YouTube-ի վիդեոներ։ Կարոին նայում ես, հասկացա, հետո ելում ես նայում։ Սնդ YouTuber Minecraft-ը խաղում։ Ինչքան ժամանակ ես անցկացնում iPad-ի առջև։ Մաման ասում է, այսքան ժամ ունես, այսքանից ավել չես կարող նայել։ Մոկիմ ժամն եմ անում։ Քո ժամը ո՞րն է։ Քանի ժամ։ Չգիտեմ։ Չգիտեմ։ Ուղղակի նայում եմ։ Երկար ես նայում։ A little bit։ Երբ որ հաց ես ուտում։ Նայում եմ։ Ահա։ Sometimes։ Այդ լավ է այդպես։ Օրինակ ես իմ երեխեքին ասում եմ, որ ուտելիս չնայեն, բայց չի ստացվում։ Մաման էլ ասում։ Կսկսես արդեն վատ տեսնել։ Ակնոց պետք է համը։ Լավ, իսկ եթե մաման ասում է, բոլորը ասում են, որ դա լավ չի։ Ինչու եք անում նորից։ Ուղղակի սենց մոռանում եմ, որ սենց կորանալու ես դու։ Հա։ Հետո կքորանաս ուշ կլինի ախր։ Որ սենց կորանաս, այդքան լավ բան չի, որտեղ էլ սենց չգիտես որտեղ գտնես։ Կարող եմ մի ամիս սենց բան գտնես, սենց բաժակ սենց անգանի։ Դե հա, չտեսնելը դա շատ վատ բան է, հասկանում ես, տեսողությունդ որ կորցնես, շատ վատ բան կլինի։ Իսկի որ սենց ջարդ ես ոտերը, դա ավելի վատ բառա, ավելի վատ բան է։ Բա, լսի, որ տեսողությունդ կորցնես, լարային չես տեսնի։ Չես իմանա ինչ եղավ, մեծացավ, ինչ դարձավ։ Որ ջարդ ասկի անես, իսկի տես մենակ ձեռով պետք է կապնես, իսկի չես կարող մի հատ ջուր անես, պետք է careful լինես, որ մի հատ ձեռով բռնես, իսկի բասկետբոլը չես կարող խաղաս։ Հենց չես կարող սենց բոլով եկալես։ Իսկի չես կարող սենց սակր կարող խաղաս, բացի որ բոլ անես։ Մի խոսքով շատ վատ անհարմար բան է։ Արի ես քեզ ուրիշ հարց տամ։ Դու սիրում ես, որ քո հետ խոսում են այսպես մեծի պես, օրինակ քեզ իրենց տարիքի մարդու տեղ են դնում, հա, թե սիրում ես, որ այսպես փոքրի պես են խոսում։ Չէ, մեծի պես, որտեղ հեսա համարյա 10 եմ դառնում։ Համարյա 10, բայց դու 6 ես դեռ։ 6 եմ, բայց հեսա 7 եմ համարյա դառնում։ Այդ մյուս տարի։ Հա։ Այն մյուս տարի 8, այն մյուս տարի 9, 10, այն մյուս տարի նոր 10, դեռ 4 տարի ունես։ 4 տարի է, հեսա համարյա ամառա լինելու, ծնունդը լինելու է, հետո 3 հատ ծնունդներ ունեմ, որ 10 եմ լինելու ես։ 4։ Չէ, ես արդեն 4 անցել եմ։ Ես գիտեմ, որ 4 անցել ես, դարձել ես 6, բայց 4 տարի ունես, որ դառնաս 10, ինձ հավատա էլի, ես հաշվից լավ եմ։ Հա, բայց ասում եմ, ելիքոր բաները մնացե, հեսա որ 7 անցնի, 2 օր եմ ունենալու, 3 օր, հլա որտեղ 3 օրը նշանակում է 3 օրը իմ բրտին լինելու է ու 10 եմ դառնալու ես։ Լավ, արի այսպիսի հարց տամ։ Այս տարի ծննդյանդ տարեդարձը ո՞նց ես նշելու։ Երեխեքներին։ Հա, ում հետ ես նշելու, որտեղ ես նշելու։ Նշելու եմ սենց բաներ, որ սենց երկաշարժ լինի, սենց բան լինի, պաշտպանեն։ Խաղալու տեղ եք գնալու։ Խաղալու տեղ են գնալու, սենց բաներ են առնելու իրանց։ Այսօր է, երեխեքների օրը։ Հա, բայց ես քեզ ուրիշ հարց էի տվել։ Ահա։ Նայ, այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այսօր նշում են մանուկների համար այդ տոնը, որպեսզի եւս մեկ անգամ այս տոնով մանուկների համար լավ բան անեն, հիշեցնեն, թե որքան կարևոր են մանուկները, երեխաները մեր կյանքում, թե որքան կարևոր է, որ երեխաները լինեն պաշտպանված, խաղաղ երկնքի տակ, ծնողների հետ։ Չէ, ինչ կարևոր օր է։ Հա, սենց կարևոր օր է, կարող է սենց բան լինի, երկաչալ լինի, սենց կարող է սենց բան լինի, պոլո ջարդվի, Հա։ կարող սենց ձեր սենց պապաները օգնի, որտեղ պապաները ուժեղ են։ Հա, դու բարիս բուն իմաստով պաշտպանության օր ես ակնարկում։ Հա, համ երախոյի օրա, երախոյի օրա ու համ է պաշտպանելու օրա։ Հա։ Օրինակ դու քո ընկերներին ինչպես կարող ես պաշտպանել։ Կամ պաշտպանեմ ու սենց բան լինեմ, սենց Լավ, ես հարցը այսպես տամ։ Պատկերացրու 3 հոգով կանգնած եք, դու ես ու 2 ընկեր։ Ընկերներ ունես, չէ։ Հա, մենակ 2 հատ ունեմ։ Ովքեր են։ Չէ, 3 հատ։ Մի հատ Ալեն, մի հատ Միքայել ու Պրծ։
Հա, գիտես եմ 3 ասում, որտեղ ես էլ եմ ընկերչեմ 1 2 3 Ապրես 3 ընկեր եք դուք քո անունը Մայքլ է ընկերոջ տանունը Միկայլա Միքայել Ալեն նայր կանգնած եք դու Ալենը եւ Միքայելը մեկը գալիս է ու սկսում է Ալենին նեղացնել ինչ կանես Սանց կասեմի կապի ու կգնամ սանց թիչային կասեմ այդպես ես որոշում պաշտպանել ընկերոջ շատ լավ տարբերակ է Մատ push մատ hard բան չեմ անել ուղղակի գնանում թիչերին ասում ու ասում hey stop hurting my friend ապրես դու իսկ ով է քեզ սովորեցրել որ չես կարող հրել չես կարող նեղացնել ուրիշ մաման Էլ ինչ է քեզ մաման սովորեցնում Սովորացնում է Since ABC կամ ես եմ ինանում սովոր ABC ինձ Բայց ABC-ն դու վաղուց գիտես Գիտեմ Համեր այդ դպրոցում են սովորեցնում Այդ since մի քիչ որ մի քիչ since մի օր since մի օր եղել է ու ես մի օր մի հատ ABC չէի ասում ու հետո կասում էի մոռանել ABC-ն so ես Հիմա դու ABC-ն գիտես Հա Դե ասա A B C D E F G H I J K L M N O P Come on Q R S T U V W Come on X come on Now I Լավ էր Q չես վերջացրել Ես տեսար ինչ ռեփ էի կարդում A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y and Z Now I know my ABC Next time won't you sing with me Ապրես Իսկ կարող է հայերենն էլ իմանաս Չէ հայերեն չգիտեմ Իսկ հայերեն տառերը չգիտեմ ոնց գրեմ որտես Չասես Իսկ չգիտեմ արունը հայերենի Չասես Սենց ոնց որ A D K L A L Չէ ավելի լավ է մի ասա Բայց խոստացիր որ պիտի սովորես այբուբենը Դերամ դպրոցի հայերենի դպրոց Չէ մամային ասա կսովորեցնի քեզ Տառերը մի քիչ գիտեմ բայց խի ասենց Ամերիկայի տառերը սենց clean բայց սենց հայերենի տառերը սենց խզբզած Դժվար է քեզ հայերենը սովորելը Ոչինչ կսովորես Օրինակ դու որ շատ գումար աշխատես ինչ կանես որ շատ մանի ունենաս ինչ կանես Ես իմ մամայիս համար սենց բաներ կառը որ հիվանդ լինի դեղեր կառնեմ իր համար իմ family համար հաց բան կառնեմ Հա ապրես Դենց իր համար ավտոներ կառնեմ Արի մաղթենք որ մաման չհիվանդանա որ դու իր համար դեղ չառնես հա Լավ ասենք մաման առողջ է ու դեղ պետք չի ուրիշ ինչ կանես քեզ համար մի բան մտածիր Իմ համար սենց բաներ կառնեմ իմ համար Ասեմ ինչ կարող ես անել Կարող եմ իմ համար Lamborghini առնեմ Lamborghini Կարամ պապայի մամայի համար կարամ Yashi կառնեմ Չէ ես ավելի լավ բան եմ առաջարկում Մի բան որ դնես գումարը հետո սկսես գումար աշխատել այդտեղից Արի դու ռեստորան բացիր Անունը կդնես Chef Michael Դու այնտեղ շեֆը կլինես, կսկսես պատրաստել, հետո մի քիչ կհարստանաս, դուրս կգաս ու աշխատողներ կպահես։ Արդեն իրենք կպատրաստեն, մարդիկ կգան քո ռեստորանում հաց կուտեն ու փողերը կգա։ Այդ ժամանակ նոր կգնաս Lamborghini Ես կարամ սենց գնամ սենց ասեմ who wants to be a chef ու կարամ սենց ասեմ ուզում ես շեֆ լինես թուղթը տամ ու ասում են հա ու հետո կարամ ես լինեմ king-ը որտեղ ես եմ չէ ասը Ես king-ն եմ, ես կօգնեմ ու հետո սենց լավ բաներ կառնեմ, մեկը օրդերը կնինի, որ օրդեր անի ու հետո տես փողեր կունենան, ու սամ իրանք փողը կունենան, ես փողը կունենամ, որտեղ ես եմ շեֆ։ Տես դու արդեն լավ մանրամասն պատկերացնում ես, թե ոնց պիտի բիզնես ունենաս։ Հավատա ինձ, այդ ռեստորանի բիզնեսը շատ լավ բան է։ Շատ գումար կաշխատես։ Սենց կարես rich լինես, սենց ոնց է Mr. Beast-ը, սենց rich-ը։ Սենց ամենա սենց subscribe-ները եւ like-ներ ունի։ Ով։ Mr. Beast-ը։ Էդ ով է։ Չգիտես։ Չէ։ YouTube-ում է։ Հա, ոնց գրեմ Mr. Beast։ Beast։ Mr. Beast։
Բիս, ինքն էլ է ֆուդ պատրաստում, ուտելիք պատրաստում։ Չէ, sense challenge-ներ ա տալի։ Հա։ And hard challenge-ներ։ Ու հետո որ էդի անումը իրանց sense $1,000 ա հեն տալի։ Տալիս իրանց։ Կարաս նայես եթե ուզում ես։ Հա, կնայեմ։ Մայքլ, գիտես ինչ պիտի քեզ Իսկ Mr. Beast-ի իր չոկոլետ ունի։ Էդ էլ կարող ես անել, ինչ որ մի բան կարող ես Կամ արտադրել։ իմ own custom շուրա սարքեմ։ Այ օրինակ հիմա պատկերացրու դու շապիկով գայիր, այդ t-shirt-ով որ եկել ես, վրան գրած լիներ շեֆ Մայքլ։ Մի հատ նկարը։ Հա, ու քո նկարը այն որ այսպես շերեփներով ունես է, նկարը քո Instagram-ի էջի։ Այդպես շապիկը պրոֆին ասա թողանի։ Կանեմ, ասեմ։ Հա, կասես։ Լավ գաղափար է, չէ՞։ Պրոֆը համի լսում է սոկը մտածի։ Հա։ Ուզում ես պրոֆին բարևես։ Բարև պրոֆյան։ Չէ, իսկ ինչ կմաղթես պրոֆին, ինչ կուզես իրեն ասել։ Ասեմ շնորհակալություն, որ ես եղել եմ բլոգեր։ Կարծեմ երկրորդ անգամ ենք պրոֆին բարևում ու շնորհակալություն հայտնում, չէ՞, բայց ոչինչ։ Մայքլ, գիտես ելում պիտի բարևես իմ աղջկան։ Բարև։ Ինչ անունը։ Էլիզա։ Էլիզա, բարև։ Էդ ի՞նչ է։ Բանա, սիրտիկ։ Ոնց ես անում։ Սենց։ Չէ, սենց արա, սենց այսենց։ Ահա, ուղեցի։ Հետո ու սենց։ Ու սենց այսենց։ Այսենց։ Էլիզա։ Իմ ու Մայքլի կողմից։ Ապրես։ Ինչ կմաղթես ուրիշ բալիկների, ուրիշ փոքրիկների, ինչ կուզենաս որ իրենց համար լինի։ Ասում եմ ասում շնորհավոր ու համը sense ձեր family-ին լսեք ու sense որ ինչ ասեն լսեք դից ուզում եմ ասեմ parents-ներ ձեր երեխաներին պաշտպանեք Մայքլ, պապիկ տատիկ ունես, չէ։ Հա ունեմ Պապիկը արդեն ուզում է գնա Հայաստան Ինչի։ Չգիտեմ ասում եմ ոչ մեկ ինչի սիրում բայց ես իրան շատ եմ սիրում Պապիկին շատ է սիրում, ուզում ես մնա այստեղ։ Հա, համը մի հատ շունիկ ունեմ սպիտակը ու անունը Լուկա է։ Պապիկի անունը ինչ է։ Օնիկ Ղարիբյան։ Օնիկ, ինքն է ուզում գնալ Հայաստան։ Հա։ Բայց կարող եմ մենք բոլորս գնանք Հայաստան մի օր։ Հա դե Հայաստանը sense բանա Հայաստանը համեշա լավ է որտեվ երեխեքները որ sense վատ բառն ասում մնացի ոստիկանեն բան չեն անում մամաս ասե Ինչ ասել։ ասելա որ sense վատ բառ ես ասում ոստիկաներին Հայաստանում բան չեն անում Հա, լավն են ոստիկանները Հայաստանում։ Այստեղ լավը չեն։ Չէ, sense որ բան անում են sense ասում են դիտկոնտ չէ լստե մալիսիկները sense շատ strict են Էլ ինչ կա Հայաստանում որ սիրում ես ու դրա համար կարելի է գնալ Հայաստան։ Հատկապես փոքրերի համար ինչն է լավ Հայաստանում։ Բե բայց ստե Disneyland կա համ Դուբայում բայց Հայաստանում չկա Disneyland բացեն, հետո Legoland McDonald's սիրում ես։ McDonald's հա Հայաստանում որ բացեն։ McDonald's ունեն Հայաստանում Չէ։ Չունեն KFC ունեն Ունեն Taco Bell Կունենան, կարծում եմ կունենան։ Այս հիմա հերթով քո սիրած ուտելիքներն ենք ասում, որ տեղափոխվենք Հայաստան։ Եթե ուտելիքները Հայաստանում լավ լինի, կտեղափոխվես Հայաստան։ Դες որ սենց բանաս գնում, սենց շուշյանում սենց գնում, սենց սոսեր են դնում ամանի վրեն, որ սենց բան լինի ու հետո շուշին դնում են վրեն։ Ես այդ փորձն եմ դրանք մամային եւ ես գնանք այդտեղ որ փորձենք էդի ու շատ համով էր Հայաստանում թե ստեղ։ Ստե ու համը Հայաստանում է կաշուշի Մայքլ, քույր եղբայր ունես։ Ունեմ Քանի տարեկան են։ Չգիտեմ Ոնց, դու քո քրոջ ու եղբոր տարիքը չգիտես։ Երբեք չեն ասել։ Երբեք չեն ասել քեզ, ժողովուրդ էս երեխուն ձեր տարիքը ասեք։ Okay, ընտանիքում քանի հոգով եք ապրում։ Ես իմ մաման եւ ես եւ իմ պապան ապրում են together։ Դե ինքը իմ քուրիկ ախպերը չեն, since իմ մամայի քրոջի բաներն են։ Ու հետո մամա սկսեց ասել
Կարա իմ brother-ը եւ sister-ը լինի, ու actually ուզեցան լինեն։ Քո եղբայր ու քույրը։ Հա, ու հետո եղան ընկեր մամայի ընկերը։ Ուզեցան ընկեր, ու հետո տենց ունեցա brother and sister։ Բայց ես կուզեի ունենալ փոքր։ Փոքր։ Մայքլ, իսկ դու ավելի շատ ում հետ ես ժամանակ անցկացնում, ում հետ ես շփվում, մամայի թե պապայի։ Աստվածի հետ ես շփվում, ո՞նց ես շփվում։ Դե սիրում եմ Աստվածին։ Ո՞նց ես սիրում, օրինակ իրեն ոնց ես պատկերացնում Աստծուն։ Դա Աստվածը քո սիրտիդ մեջ է, որ ինչ ասում ես, լսում է քեզ։ Համինց լսում է։ Մեզ լսում է, չէ՞։ Քեզ պաշտպանում է, պահպանում է։ Հա, որ որտեղ գնում ես, Աստվածը գրում է։ Համի սաղ երեխեքներին կարաս գտնենա։ Իսկ դու եկեղեցի գնում ես։ Եկեղեցի հա գնում եմ sometimes։ Մոմ ես վառում, չէ։ Հայաստանում ամասնս բան կարին տատիկի կողքներ ու ես գնում եմ անդե որ սենց այդ բաները տենամ ու մոմ եմ վառում ու հետո դնում եմ։ Եկեղեցի ես գնում, մոմ ես վառում, աղոթում ես, չէ։ Հա։ Ապրես։ Այդ ամեն ինչը քեզ մաման է ասել, մաման է սովորեցրել թե։ Հա։ Եթե մաման ինչ որ ուտելիք լիներ, որ ուտելիքը կլիներ քեզ համար։ Կլիներ KFC։ KFC։ Իսկ papan։ McDonald's։ Իսկ եթե մաման ինչ որ կենթանի լիներ, այ դու ասացի շուն ունես, չէ՞, սիրում ես կենթանիների։ Որ կենթանուն կնմանացնեիր մամային։ Rabbit։ Նապաստակ։ Հա։ Նապաստակ։ Այդ նապաստակը աղջիկը ու սենց աղջիկները սիրում են նապաստակ ու ինքը նապաստակը, որտեղ ինքը աղջիկա, չէ։ Այո։ Ու տղաները կունենան Papan ում նման կլիներ։ շունիկ։ Ինձ ում կնմանեցնեիր։ Քեզ կնմանացնեին rich, որտեղ դու rich ես, չէ։ Rich, այսինքն հարուստ։ Չէ, դու դիքը փողեր ունես, դա means դու հարուստ ես ու ամեն rich ես։ Բայց դու ո՞նց իմացար, որ ես հարուստ եմ։ Դե հələ նայ քեզ, հələ ցե բանը նայ, հələ ակաշ բանը նայ, հələ էսին այդպես դեն rich ես։ Հա։ Չէ, նախ շնորհակալ եմ, բայց կենթանի, ինչ կենթանու եմ ես նման։ Նապաստակ էլի։ Էլի նապաստակ։ Դու կենթանաբանական այգի գնացել ես այստեղ, զու գնացել ես։ Չէ, չեմ գնալ։ Հա գնացել եմ։ Գնացել ես։ Հիշեցի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Լավ, ծնունդը չասացիր, ոնց ես նշելու, էդ էլ ասա։ Ես ծնունդս նշելու եմ, որ ես գնամ Las Vegas։ Բայց Las Vegas երեխեքին չեն թողնում։ Թողան, ես գնացել եմ ու թողել են։ Ինչ ես արել Las Vegas-ում։ Լողացել եմ։ Հա։ Ու մի հատ էլ եմ երեխա տեսել։ Ու մլիցիկները բան չեն արին։ Հա, բա մաման papan ուր էին։ Հատեն։ Հա, իրենք էլ էին քեզ հետ։ Բայց papan չէր տեսել, որտեղ գնացել էր ֆրար papan, մենակ մաման էր։ Մի խոսքով այս ծնունդիդ գնում ես Las Vegas։ Որ ինչ անես։ Կմնամ ընդ 10 օր։ Մաման սենց կֆրամ, սենց կքայլեմ, կֆրամ, կդենամ, կավա մեկը ինձ գիտի։ Օ, ուզում ես որ գնաս տեսնես քեզ ով է ճանաչում։ Հա։ Ինչ ես հասնում Las Vegas, այստեղ մնաս, այստեղ քեզ շատ մարդ է ճանաչում երևի։ Այդքան չգիտեն, բահամեն Las Vegas-ում 0 մարդ չգիտի ինձ։ Հասկացա, լավ։ Կգնաս Las Vegas։ Բայց ստա ոնց է 1 2 3 հատ մարդ ոնց որ էս գիտի ինձ։ Գիտես չէ, որ ես դուրս եմ գալիս փողոց, ինձ ճանաչում են։ Մոտենում են, նկարվում են, զրուցում են հետս։ Գիտեն քեզ։
Այո։ Համի որ հելն սաղնալու ակում ու ասում ա կարող picture ունենամ։ Այո, հայերը, այո։ Ինչքան մարդ կես գիտի միլիոն Ինձ թվում է շատ մարդ 1000 գիտի ինձ Ֆինդի։ հայերի մեջ։ Իսկ դու գիտես, որ իմ ձայնը մետրոյում է հնչում Հայաստանում մետրո նստել ես։ train չէ Չես նստել։ չեմ նստել train Օ, բայց Դիսնեյլանդում նստել եմ մի քիչ որ մեծանաս, մաման-պապան քեզ կտանեն Հայաստան, հուսամ այդքան տարի հետո իմ ձայնը էլի կպահպանվի, կլինի մետրոպոլիտենում ու դու կլսես ու կհիշես, որ դու առաջին անգամ հյուրընկալել ես ինձ ու կհիշես ու կիմանաս, թե ես ով եմ։ կհիշեմ քեզ Հա։ Ինչը կհիշես։ կհիշեմ քո անունը Ինչպես է իմ անունը։ մոռացա Սկզբից ասել ես։ Լուսիա Լուսիան են քո սիրած աղջկա անունն էր։ մոռացա չեմ հիշում Հիմա ասա, կրկնենք։ M M E E N N U U A M Menu AM menu AM menu AM Ահա, մեր հաղորդման անունը։ մի պետք քո անունն է Չէ, իմ անունն էլ ամայով սկսվում։ Ուզեցա հուշել, որպեսզի կարողանաս հիշել։ menu menem Menu AM-ը մեր հաղորդման անունն է։ Օ Դու հիմա Menu AM-ի հյուրն ես։ Եվ Մերիի հյուրն ես։ Բախստախեր është ուտելու տեղ կա Որտեվ սա Ordersko-ի շենքն է։ Հա բայց համստը վիդեոյի մոտ կա համը ռեստորան կա ես չգի Սոված ես։ Դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Կա, ասենք ինչ որ բաղադրատոմս, որ դու ուզում ես նկարել, որ դու ուզում ես մարդկանց ցույց տալ, այս սա եմ պատրաստելու, մտածել եք արդեն տանը ինչ եք նկարելու հաջորդիվ։ Պապաների օրը երբ է ունելու Պապաներից օրը Ինչի ես հարցնում։ Papa Day որտեղ ասում եմ Father's Day։ Father's Day Ինչ ես անելու այդ օրը։ Այդ օրը իր համար sense picture եմ անելու sense բացելու եմ իրան ասել եմ շնորհապի Father's Day Բայց պապաների օրը կարծեմ հաջորդ ամիս Կիրակի օր է ընկնում։ Ակեզում եմ ասեմ Happy Father's Day որ նինի Father's Day Հա, Happy Father's Day։ ու քեզ չեմ ասեմ Mother's Day որտեղ Mother's Day-ը փասարը Հա, արդեն Happy Mother's Day Thank you, Bales, thank you։ You're welcome Էլ ինչ ունես ասելու, ինչ որ մեկին բան ունես ասելու, կարող ես մեր եթերի միջոցով ասել։ Ժողովներ ասում եմ ասեմ շատ շնորհակալություն որ մենք հեսա համարյա 3000 subscribe-ներ ենք հասնում 3000 subscriber on your YouTube channel։ Հա Instagram-ում ունեմ 2000 ունեմ, բայց հեսա համարյա դառնում եմ 3000 Դե ասա որ քեզ հետևեն։ Subscribe ժողովներ ջան որ համարյա որ հասնենք 10000 subscribe-ներ 10000 ես ուզում։ Ուզում եմ play button ունենամ Օ։ Ինչ թվում է կունենաս շատ շուտով։ Կարևորը։ Ուզում եմ դու ունենաս միլիոն Ես միլիոն, վայ ապրես դու, շատ ապրես։ Ուզում եմ ասում շնորհակալություն որ ստես բերե ինձ Վայ խնդրեմ Մայքլ ջան, ես շատ ուրախ եի որ քեզ հյուրընկալեցի այսօր։ Ես կարծում եմ որ մեր զրույցը դուր կգա մեզ դիտողներին, հատկապես քո տարիքի երեխաներին, ովքեր որ քեզ սիրում են։ Այս հաղորդումից հետո ավելի են սիրելու։ Այս հաղորդումից հետո ավելի շատ են սկսելու քեզ հետևել ու քո բաղադրատոմսերը նայել։ Դու էլ աշխատիր, լավ բաներ, համեղ բաներ պատրաստես ու ցուցադրես քեզ նայողներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն քեզ եւս։ Այսպիսին էր այսօրվա օրը, վստահ եմ կարողացանք ապահովել ձեր բարձր տրամադրությունը։ Հաջող ձեզ։ Եվ իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր կյանքի ամենակարևոր էակներին, ոմանց համար թերևս կյանքի իմաստներին,
շատերի համար, մեր երեխաներին, կրկին անգամ առողջ, անհոգ և երջանիկ եղեք, կհանդիպենք։